Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 5 խցերում 3 ծեծ ու ջարդ է եղել։ Ֆակտոր TV-ին ահազանգած անձը պատմեց. կեսօրին մոտ մի խումբ դիմակավորված անձինք հիմնարկի աշխատակիցների հետ մտել են 5-րդ հարկում գտնվող խցեր եւ առանց որևէ բացատրություն տալու սկսել են բռնություն գործադրել ցմահ դատապարտյալների նկատմամբ։ Մտել ու սկսել են արյուն լվա անել դատապարտյալներին։ Դուբին կեքով են սկսել ծեծել, հետո ջարդել են սպասքը, ուտելիքները թափել, թևերից հավաքելով հանել են խցերից ու սկսել խուզարկել։ Չգիտենք էլ ինչ են ման եկել։ Կողքի կամերների տղերքն են սկսել դռներին խփել, որ դադարեցնեն դաժան ծեսն ու հանգիստ թողնեն դատապարտյալներին, բայց իրենք ոնց որ հստակ ծրագրով եկած լինեին։ Ահազանգի հետքերով հիմնարկ է գնացել քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։ Այցելություն են կարել 2 խցեր եւ նաեւ տեսակցել ենք հացադուլավորներին եւ արձանագրել ենք խնդիրները։ Այո, եղել է ուժի կիրառում եւ արձանագրվել են մարդկանց մոտ, արձանագրվել են որոշակի ուժի կիրառման արդյունքում եղել է որոշակի վնասվածքներ եւ որը համապատասխանաբար տեղափոխվել են հիվանդանոց, արձանագրվել են, նորից հետ են տեղափոխվել, նրանք գտնվում են այս պահին քրեակատարողական հիմնարկությունում։ Դիտորդական խումբը 3 օրվա ընթացքում հրատապ զեկույց է ուղարկելու մի շարք գերատեսչություններ, պարզաբանումներ ստանալու պահանջով։ Հանդիպել ենք 4 ազատազրկված, 2-ը մեկ խցում է գտնվում, 2-ը մեկ խցում են գտնվում։ Արձանագրել ենք, որ խցում իրավիճակի այնպես էր, որ քանդված էր ամբողջ խուցը եւ արձանագրել ենք այն փաստը, թե ինչպիսի գործողություններ իրականացվել։ Դատապարտյալներից շատերը վնասվածքներ են ստացել, նրանցից 3-ը գիշերը տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։ Բոլոր խնդիրները բուժանակ կազմի կողմից արձանագրվել են։ Այն մարդիկ, ովքեր կարիք են ունեցել լրացուցիչ հետազոտությունների, տեղափոխվել են քաղաքացիական բժշկական հաստատություններ, հետազոտվել են։ Իսկ ճիշտ է, որ կոտրվածքներ են ունեցել, վնասվածքներ են ունեցել։ Այս պահին բժշկական կենտրոնից հաստատված փաստաթղթեր դեռ մեր տիրապետության տակ չկան։ Երբ որ այդ փաստաթղթերը կգան, արդեն կնայենք ինչը արձանագրվել, ինչը ոչ, նոր կարանք այդ մասին խոսանք։ Բոլորը հետազոտվել են, հետ են տեղափոխվել, ինչից կարելի է եզրակացնել, որ ինչ որ սուր խնդիրներ չեն եղել, բայց թե ունացած ինչեր են ախտորոշվել դեռևս օֆիցիալ ուղիների պատասխանները չեն ստացել։ 3 Նուբարաշենում տեղի ունեցած դաժան բռնության մասին առաջինն ահազանգել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Ինձ ասում են դատապարտյալները արյուն լվա անկած են եւ որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում, գրել էր նա։ Իրավապաշտպանի ահազանգի հիման վրա քրեակատարողական է շտապել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը։ Ազատությունից զրկված անձանցից ոմանք տեղեկություններ են ներկայացրել քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված իրենց պնդմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ եւ հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Ազատությունից զրկված անձինք պնդել են, թե այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ։ Միևնույն ժամանակ պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները։ Ի վերջո, պարզաբանում ներկայացրեց քրեակատարողական ծառայությունը նշելով. հիմնարկի դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ խաթարել է հիմնարկի բնականon աշխատանքը եւ ներկայացրել անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունն էլ որոշում է կայացրել դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջիններիս որոշ կալանավորված անձիկ եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն։ Հիմնարկի ծառայողները բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Ֆակտոր TV-ն այս մասով հարց ուղղեց դիտորդական խմբի նախագահին։ Խցերում այրված ներքնակներ եղել են։ Ներքնակներ այրված, որ խումբը արձանագրի, ոչ։
Ծառայության այս հայտարարությունը սակայն վրդովեցրել է դատապարտյալներին։ Ֆակտոր TV-ի ահազանգած անձը շեշտում է, խցերում ոչինչ չի այրվել։ Դատապարտյալների ձայնը եւս պետք է լսելի լինի, որ խոշտանգման դեպքը միակողմանի չներկայացվի։ Այնինչ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը բռնություն գործադրած անձանց վարքագիծը համաչափ է որակում։ Իսկ ով է ասում, որ բռնություն է կիրառվել։ Ինչ է Ընդհանրապես ստանդարտ գործողություն խցերի խուզարկության հետ կապված եւ դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով, այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը լիազորությունների շրջանակներում, այսինքն որևէ լիազորության վերազանցում այս պայդրությամբ չկա ֆիքսված։ Եվ ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ իր արձանագրումները կանի, եւ մենք եթե խնդրային իրավիճակ կունենանք արդյունքում, ես որևէ խնդիր չեմ տեսնում դրա մասին խոսել եւ լրացուցիչ բարձրաբաններ տալ։ 3 տեղի ունեցած բռնությունների եւ խոզարկությունների մասով քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ Ֆակտոր TV-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ի նշան գործադրված բռնության դեմ բողոքի Երևանից հացադուլ է հայտարարել Ցմահ դատապարտյալներից մեկը։